Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին հայտնելու համար ձայնը տրվում է Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Հայաստան խմբակցությունը առաջադրում է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվում է Հայաստան խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին։ Լռություն։ Քանի որ պատիվ ունեմ ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուին, նորից պետք է բարձրաձայնեմ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարումը քաղբանտարկյալներին եւ նորից կրկնեմ։ Այս ազգային ժողովը լեգիտիմ չի, քանի որ աշխատանքներին զրկված է մասնակցել այս իշխանության կամակատար դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ գտնվող մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Պատիվ ունեմ ներկայացնել Լիլիթ Գալստյանին։ Ավանդաբար դաշնակցության մեջ կա չգրված մի օրենք։ Մենք երբեք չենք խոսում կենթանի ողջ ապրող մեր կուսակցական ընկերների մասին գովեստի խոսքերով։ Եվ հետո ենք անդրադառնում, բայց քանի որ ԱԺ պահանջում է, ներկայացնում եմ Լիլիթ Գալստյանին։ Ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 96-ին ամերիկյան համալսարանի քաղաքագիտության միջազգային հարաբերությունների ֆակուլտետը քաղաքագիտության մագիստրոս է։ 2001-2 թվականներին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների դպրոցում։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, բանասիրական գիտությունների դոկտոր է, ներկայիս կարգավորումով։ 86-87 թվականներին դասավանդելով Արագածոտնի Աշնա գյուղի միջնակարգ դպրոցում զուգահեռաբար սովորել է ասպիրանտուրայում։ 91-99 թվականներին եղել է Սփյուռքի ամենամեծ եւ պատմություն ունեցող մշակութային համազգային հայ կրթական եւ մշակութային միության գործադիր տնօրեն։ 99-ին ընտրվել է եւ մինչեւ 2016-ը եղել է համազգայինի հիմնադրամի նախագահ։ 2007-12-ին եղել է ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր հայ-հեղափոխական դաշնակցության կողմից, ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եղել է ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ, 2011-12-ին եղել է Եվրամիության արևելյան գործընկերության Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի հիմնադիր անդամ, 2002 թվականից Հայաստանի գրողների միության, իսկ 11-ից Հայաստանի Հանրապետության ժուրնալիստների միության անդամ է։ 2007-11-ին եղել է Հայաստանի ազգային գրադարանի հոգեբարձուների խորհրդի անդամ, 2008-11-ին Հայաստանի քաղաքաշինական խորհրդի անդամ, 2009-11 մեկ ազգ մշակույթ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, 2010-12 թվականներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, մասնակցել է Եվրամիության Միացյալ Նահանգների կազմակերպած մի շարք վերապատրաստման ծրագրերի, կանանց իրավունքների պաշտպանության եւ ընդլայնման թեմաներով զեկույցներով հանդես է եկել ԵԱՀԿ ԺՄԻ խորհրդաժողովներում, 2011-ին եղել է ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպած կանանց իրավունքների պաշտպանության եւ ուժեղացման խմբի առաջնորդների։ 2011-24 թվականներին դասավանդել է Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան։ Քաղաքական հայացքների պատճառով Լիլիթ Գալստյանի հետ հետո պայմանագիրը չի վերակնքվել։ 2011 թվականին Վահան Հովհաննիսյանի հետ հիմնադրել են Օգներ եղբորը Սիրի հայերի աջակցության հիմնադրամը։ 16-19 թվականին եղել է Քուվեյթի դիվանագետ կանանց միջազգային կազմակերպության խորհրդի անդամ նախագահ։ 2021-ի հունիսի 20-ին ազգային ժողովի պատգամավոր ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Եղել է ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի անդամ, 2024-ին ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի սոցիալիստների եւ սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ։
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական, քաղաքական, հրապարակախոսական հոդվածների, որոնք տպագրվել են տեղական եւ օտար մամուլում։ Հեղինակել է գրական, թարգմանական 4 ժողովածու։ Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակին։ Կազմել, խմբագրել եւ հրատարակել է համաստեղի Նիկոլ Աղբալյանին, Լևոն Շանթին, ժամանակակից հայոց խնդիրների նվիրված գիտաժողովների նյութերը, ինչպես նաև 18-33 արդի հայ արձակ, 18-33 արդի հայ պոեզիա գրական անթոլոգիաները։ Հանուն հայի հարատևման գրական մրցանակաբաշխության նախաձեռնողն է, նրա կազմության խմբագրությամբ 25-26 թվականներին լույս են տեսել համանուն գրական ժողովածուներ։ Լիլիթ Գալստյանը 2010 թվականներին լինելով ազգային ժողովի պատգամավոր Հայ-Հեղափոխական դաշնակցության խմբակցության կազմում, ազգային ժողովում եւ ազգային ժողովի դալիճից դուրս ակտիվ պայքար է մղել Հայաստանում ռուսալեզու դպրոցների վերաբացման կառավարության բերած օրենսդրական նախաձեռնության դեմ, որը փառքասո հաջողությամբ փսակվել։ Լիլիթ Գալստյանը 1990 թվականից Հայ-Հեղափոխական դաշնակցության անդամ է, 2006, 7, 2014, 16 եւ 2020-24 թվականներին հանդիսացել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, 2025 թվականից Հայ-Հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ է։ Իրականում ինձ համար մի քիչ շատ ավելի դժվար է խոսել, որովհետև Լիլիթ Գալստյանի հետ ծանոթ եմ եղել դեռ 90 թվականից, երբ որ երկուսս էլ նոր անդամագրում ենք դեռ Հայաստանում իր գործունեությունը չբացահայտած Հայ-Հեղափոխական դաշնակցության շարքերը եւ անցնող 36 տարին հավատարիմ մնացել ենք դաշնակցության անդամ։ Լիլիթ Գալստյանը իրականում շատ կարճ բնութագրեմ իր բնավորությամբ, իր ներաշխարհով ակտիվ մշտապես մասնակցություն է ունեցել Հայաստանում տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, անկախ այն բանից, այդ բոլոր հարցերը ինչպես է դրանց վերաբերվել օրվա իշխանությունը, բայց ես կարող եմ հիշեցնել փակ շուկայի քանդման դեմ ակցիաները, տարբեր հասարակական նախաձեռնություններ եւ այդ առումով նա երբեք կաշկանդված չի եղել, անկախ այն բանից, որ իր կուսակցությունը եղել է մի պահ իշխանության մաս կամ չի եղել։ Եվ այս առումով կարծում եմ, որ Լիլիթ Գալստյանը շատ օգտակար դերակատարություն կունենա հատկապես այս շատ դժվարին իրավիճակում, երբ որ իրականում ամեն քայլափոխի մենք բախվում ենք մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարման, քաղաքական հետապնդումների, քաղաքական ձերբակալությունների, քաղաքական հաշվեհարդարների, տարբեր դրսևորումների հետ։ Եվ իրականում անցնող ոչ միայն անցնող տարիների պարբերաբար անազատության վայրեր այցելել է Լիլիթ Գալստյանը, այլ այդքան շատ որ խոսում եք 2008 թվականի մարտի 1-ից հետո Լիլիթ Գալստյանը անկախ ունեցած քաղաքական արմատական տարբերություններին բանտում այցելել է երաշխավորություններ ներկայացրել այդ օրերին ձերբակալված շատ հայտնի նաև հասարակական գործիչների համար։ Թերևս այսքանը շատ ժամանակ էլ չեմ ուզում խրել, շնորհակալ եմ։